Բարև ձեզ, Հորիզոնը սկսում է աշխատանքային շաբաթը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում ներկա է գտնվել հայոց բանակի բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար մատուցված Սուրբ Պատարագին, որը մատուցել է Տեր Թադեթ Ախմազյանը։ Պատարագին ներկա են եղել նաև օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ։ Ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ հաջորդ կիրակի նոյեմբերի 16-ին Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի Տեր Հովհաննես Քահանա Մաթեւոսյանի ձեռամբ մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագին։ Գողություն եմ մատուցում մեր Տեր եւ Ուսուցիչ Հիսուս Քրիստոսին, որ մեզնից յուրաքանչյուրի եւ հայաստանյա ծառայական Սուրբ Եկեղեցու նորոգման օրակարգի իրականացումը բարեհաջող ընթացք ունի։ Հաջորդ կիրակի օրը Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցիում կմասնակցեմ Սուրբ եւ անմահ պատարագին, որը կմատուցի Տեր Հովհաննես Քահանա Մաթեւոսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադառնում է, թե ինչպես ենք ապահովելու մեր անվտանգությունը հարցին։ Գիտեմ նաև, որ շատ քաղաքացիներ, եթե ոչ բոլոր քաղաքացիները հարց են տալիս, որ հա լավ, պատմությունը պատմություն, հաստատված խաղաղությունը խաղաղություն, բայց ինչպես ենք պատրաստվում կառավարել մեր երկրի անվտանգային սպառնալիքները, մանավանդ որ տեսնում ենք, որ խաղաղության հայտարարությունների արանքում հնչում են հայտարարություններ, որոնք չեն բխում հաստատված խաղաղության տրամաբանությունից։ Իմ պատասխանը այս հարցին, սիրելի հայրենակիցներ, էլի նույնն է՝ լեգիտիմություն։ Եվ հիմա փորձեմ կարճ բացատրել, թե ինչու եւ ինչ է լեգիտիմություն։ Լեգիտիմությունը մեր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա հիմնված քաղաքականությունների վարումն է։ Եվ այդ լեգիտիմությունը մեզ թույլ է տալու երկու բան։ Առաջինը, որ մենք ի տարբերություն նախկինի որևէ սահմանափակում չունենանք աշխարհի որևէ գործընկերոջ հետ որևէ տեսակի ռազմատեխնիկական համագործակցություն սահմանելու եւ աշխատելու, նկատի ունենք զենք զինամթերք ձեռք բերելու ըստ անհրաժեշտության։ Ինչ այսօր գործնականում տեղի է ունեցել։ Մեր իրական Հայաստանի գաղափարախոսության շնորհիվ երկրները հերթով մեզ հետ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շուրջ համագործակցության սահմանափակումները հերթով հանում են։ Եվ բայց այս ամեն ինչը պատերազմի համար չի պետք, այս ամեն ինչը խաղաղության համար է պետք, որովհետեւ լեգիտիմությունը մեր բոլոր դիրքորոշումների եւ մեր բոլոր քաղաքականությունների հիմնվելը մեր ինքնիշխան եւ լեգիտիմ իրավունքների վրա ուրիշներին սահմանափակումը բոլոր դեպքերում եւ մեր հնարավորությունները մեծացնում է բոլոր դեպքերում եւ հետեւաբար լեգիտիմություն սա է այն առանցքային գործոնը, որը պետք է ապահովի մեր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնաշխանությունը երկարաժամկետ կտրվածքով։ Այդ թվում նաեւ այս լեգիտիմության հիմքի վրա մենք կարող ենք զարգացնել մեր բանակը, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա, իրականացնել բարեփոխումներ, միջազգային գործընկերների հետ, ինչը եւ անում ենք։ Մեր զինվորների նոր բարեկամը գրառման վարչապետը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, տեսանյութում ռոբոտը հրամաններ է կատարում։ Կանգնի էլ է։ Բրա։ Հենա հալա։ Վազի։ Կանգնի արի հետ։ Կանգնի։ Հետ գնա մենակ։ Կանգնի։ Արի։ Նստի։
Պարկի։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանն ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջին, ով Երևան է ժամանել երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի եւ Հնդկաստանի միջև վերջի տարիներին դինամիկ զարգացող գործընկերությանը, որի արդյունքները տեսանելի են տարբեր ոլորտներում։ Մտքեր են փոխանակվել հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Երկաթուղային ճանապարհով նաև Ադրբեջանի տարածքով անցած շաբաթ Հայաստան է տեղափոխվել ցորենի հերթական խմբականակը, այս դեպքում ղազախական, սա տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական համագործակցության խթանման, Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացման, ինչպես նաև տարածաշրջանում փոխվստահության, ամրապնդման ու խաղաղության օրակարգի առաջմղման հերթական օրինակն են համարում։ Մանրամասները ռեպորտաժում։ Տավուշի մարզի այրում կայարանն է, գիշերը Հայաստանը ժամանել ղազախական շուրջ 1000 տոննա ցորենով բեռնված գնացքը, որն անցել է Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով։ Շուրջ 35 տարվա դադարից հետո արդեն երկրորդ անգամ մեր երկիր է տեղափոխվում բեռ անցնելով Ադրբեջանի տարածքը։ Դավիթ Խուդատյանը սա հատկապես կարևորում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համատեքստում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի ֆոնին։ Իր էֆեկտը եւ քաղաքական է, եւս մեկ անգամ ընդգծում է հաստատված խաղաղությունը, որը պետք է երկարաժամկետ լինի, եւ նաեւ ունի տնտեսական էֆեկտ, այն ավելի է կարճացնում նախ տեղափոխվող բեռի վրա ծախսվող ժամանակը, հետեւաբար նաեւ ֆինանսական ծախսերը։ Ես վստահ եմ, որ մեր բեռնափոխադրողները առաջիկայում ավելի հաճախ կօգտվեն այս երթուղուց։ Նշվում է, որ Ադրբեջանի կողմից բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը նպաստում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանը եւ տնտեսական համագործակցության խթանմանը։ Ընդհանուր առմամբ սա Ղազախստանի դեսպանի գնահատմամբ պատմական իրադարձություն է։ В настоящее время отношения между Казахстаном Ներկա պահին Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ աճ են արձանագրել։ Այսօրվա իրադարձությունը դրա վառ արտահայտությունն է։ является ярким подтверждением этого. Հիշեցնենք, որ նախորդին նաև ռուսական ցորեններ այս կերպ հասել Հայաստան 15 վագոնով դարձյալ 1000 տոննայի չափով։ Տնտեսական առումով այս կերպ հնարավոր է դառնում տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացումը, նաև այն, որ օգտագործվում է երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ողջ ներուժը, ռազմավարական այնպիսի ապրանքների համար, ինչպիսին է օրինակ հենց հացահատիկը։ Երկաթուղային այս բեռնափոխադրումները մուլտիմոդալ փոխադրումներ չեն, ինչպիսին մինչ այս եղած տրանսպորտային փոխադրումներն էին, այլ սրանք պաշտոնյաների գնահատմամբ նոր հնարավորությունների դռներ են։ Երկաթուղային փոխադրումները բավականին մատչելի են եւ սա դրական ազդեցություն է ունենալու ապրանքի վերջնական գնի վրա։ Այս իմաստով դրա տնտեսական էֆեկտը բավականին բարձր է։ Պարինային անվտանգության տեսանկյունից եւս այս փոխադրումները մեր երկրի համար չափազանց կարևոր են համարում։ Անթույլատրելի է առնվազն պարինային անվտանգության տեսանկյունից, որպեսզի մենք ունենանք մատակարարման խափանումներ կամ դանդաղումներ։ Հետևաբար երկաթուղով մատակարարումը գալիս է լուծելու հենց այն հարցը, որ այլևս նման խնդիրներ չեն առաջանա։ Միջինում Հայաստանը ներմուծվում շուրջ 300-ից 500 հազար տոննա ցորեն։ Հիմա բեռնաթափման ճանապարհն առավել կկարճանա։ Այլ ապրանքների դեպքում եւս մատակարարումները կլինեն առավել արագ ու սահուն, վստահ է էկոնոմիկայի նախարարի տեղակալը Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Բերթաշեն գյուղի դպրոցի 2 անգամ կասեցված շինարարությունը վերսկսվել է։ Հիշեցնենք, Բերթաշենը դպրոց չունի 2015 թվականից բռնկված հրդեհից հետո։ 5 տարի է Բերթաշեն գյուղի համար նոր դպրոց կառուցելու փոխարեն քանդում են, ավելի կոնկրետ նախկին շինարարի անորակ աշխատանքն են վերացնում, տեղը նորից կառուցում։ Սարքածը քանդելով է առաջ գնում նոր շինընկերությունը։ Կառուցապատման ավարտի վերջը չի երևում։ 2020 թվականի ծրագիրը պետք է ավարտված լիներ 2023-ին։ Այս ընթացքում թերությունների եւ աշխատանքի դանդաղ տեմպերի պատճառով 2 անգամ շինարարությունը կասեցվել է։ Ի վերջո բանը հասել է նրան, որ ամիսներ առաջ շինօբյեկտը վերցրել են շինարարի ձեռքից։ Հիմա նոր շինընկերություն է աշխատում։ Պատուհանները մենք ենք դրել, հոսանքը մենք ենք քաշել, շարը 70% երևի մենք ենք արել, տանիքը մենք ենք արել։ Դե նախատեսված եղել է տարածել բաները, ջրագծերը եղել է, մի ուզում ենք
փոխենք ձևափոխենք, այսպես էր դա։ Սենց իշնի էլի, որ ճիշտ ձևերով, սաղգծակերով շեղում չլինի ընդհանրապես։ Նախագծային շեղումներով ու շինարարական թերություններով 5 տարի աշխատել է նախկին շինարար Վանի ՍՊ-ն։ Անորակ շինարարության ժամկետների խախտումներով աշխատանքի պատճառով պատվիրատուն, այսինքն քաղաքաշինության կոմիտեն, մի քանի զգուշացումներ տվել է։ Կոմիտեն բացահայտել է նաև, որ նշանակված տեխնիկական վերահսկող եղել է, բայց առանց նրա է ընթացել շինարարությունը։ Անցած տարի շինարարությունը դադարեցվել է, բետոնային աշխատանքների մի մասը ապամոնտաժվել։ Օրինակ 2024 թվականին հանձնաժողով էր ստեղծվել, որը իրականացրել էր այդ օբյեկտում ակտիվիտետական եւ գործիքային ուսումնասիրություն եւ արդյունքում այդ որակական խնդիրներն էին ի հայտ եկել եւ որոշում էր կայացվել քանդել բետոնե որմնախարիսխի քայքայված հատվածները եւ ուժեղացնել որմնախարիսխը։ Եվ նաև նշեմ, որ հետևանքներ եւս եղել են ընկերության համար, պայմանագրով ստանձնած պարտավորությունների ժամանակին եւ պատշաճ չիրականացնելու պատճառով Վանի ՍՊ-ի նկատմամբ տույժեր են կիրառվել ընդհանուր 53 միլիոն դրամի չափով։ Տուգանքները, սարքածը քանդելու, թերությունները վերացնելու պահանջները չեն ավելացրել պատասխանատու լինելու պարտավորությունը։ Արդյունքում տեղհսկողություն իրականացնող ընկերությունը զրկվել է լիցենզիայից։ Այսինքն այս որոշման շրջանակում փոխադարձ համաձայնությամբ են պայմանագրերը լուծվում կապալառուի եւ պատվիրատուի միջեւ։ Դրա շրջանակում կապալառուին վերադարձվում է որակի եւ պայմանագրի ապահովման երաշխիքները։ Փոխարենը հաջորդ 3 տարիների ընթացքում տվյալ ընկերությունը իրավունք չի ունենում մասնակցելու պետական գնումներին։ Արդեն մնացորդային աշխատանքները հնարավորություն է լինում շարունակելու, նոր մրցույթ իրականացնելու, ներգրավելու նոր կապալառու, ընդ որում նշեմ, որ արդեն մնացորդային ծավալները տվյալ պահին գործող արժեքներով են, նախաշվային արժեքներով են սահմանվում։ Նախկին շինարարի Վանի ընկերության հետ պայմանագիրը խզվել է Պերտաշենի դպրոցի շինաշխատանքների մոտ 40%-ն իրականացնելուց հետո։ Նոր մրցույթով նոր կապալառուն շին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 1 ամիս է զբաղված է ոչ միայն տեխնիկական բնույթի, նաև շենքի սեյսմակայունության վտանգները նվազեցնելու գործով։ Հիմքը շատ եղել է ամուր, բայց դրանից հետո եկել է ցոգոլը միջին ապաստարանը ջրահեռացումը չի եղել, հեսա մաքրել են լրիվությամբ նոր ձևով ամբողջովին բանեն արել, իզոլացիա են արել։ Էսի աղյուսները կանգնեցրած է 50 սանտիմետր մեկը մյուսից հեռու է, որը պետք է լիներ 20 սանտիմետր։ Քանդել ենք, շարունակում ենք իրենց ոնց ասած թերի գործերը։ Ամասիայի տարածաշրջանին բնորոշ խիստ եղանակը չի խանգարի շինարարին աշխատել նաև ձմռանը։ Աշխատուժը բավարար է, շինարարական բրիգադում վարպետների ու բանվորների խնդիր չունեն, իրանցի մասնագետներ են նաև ընդգրկել, աշխեկը աշխատանքի որակից ու տեմպերից բողոքելու տեղ չունի։ Մեր հետ բավականին ժամանակ աշխատում, գործված շատ որակով մասնագետներ։ Բանվոր իհարկե 2-3 հոգի ունենք տեղում, կար, վերջ չգիտեմ ինչ է, մնացածները սա մասնագետ է, 30 հոգի տվյալ պահին մասնագետ են աշխատում։ Ավարտի ժամկետների շեղումներով կառուցվող դպրոցը նոր շինարարը պատրաստ է շահագործման հանձնել հաջորդ տարվա սեպտեմբերին։ Պերտաշենի մոդուլային դպրոցը նախատեսված է 200 աշակերտի համար։ Այս թվակազմը հնարավոր կլինի ապահովել Ամասիայի տարածաշրջանի 9 գյուղերի դպրոցների միավորումով։ Ժամանակավոր նախկին գյուղապետարանի շենքում տեղակայված Պերտաշենի միջնակարգ դպրոցում հիմա 30 աշակերտ է սովորում։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այսքանը կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։